բժիշկների Գերդաստանում ծնվելը ձեզ այլընտրանք չի թողել որևէ այլ մասնագիտության համար։ Հայրս եւ մայրս ասացին լավ մտածի, որովհետեւ դու միշտ պատասխանատու ես լինելու ուրիշի համար, դու չես ունենալու քո կյանքը։ Այսօր ձեր կաբինետում այդպիսի հերոսական ապրումներ չեն լինում, չեք կարոտում։ Ես ուզում եմ ավելի հանգիստ քնել։ Շատ բան է փոխվել ոլորտում։ Այն ինչ որ ես անում եմ 2002 եւ 3 թվականին եւ այն ինչ որ հիմա է, ես կարող եմ ասեմ, որ ես էլ եմ այլ մրրակային։ Դեմքի վրա փոփոխությունները պետք է անել գրագետ։ 3-4 ընկերուհի կարող են խնդրել նույն շուրթը կամ նույն քթի ձևը։ Դուք բավականին երկար զրուցում եք այցելուների հետ։ Ինչպես իմ գոլեգան է ասում, դու ավելի շատ խոսում ես, քան թե ինչ որ ներարկում ես։ Երբ մեր տեսախցիկը պատտվում էր ձեր ընկերների հասցեներով, բոլորը միաբերան ասում էին, որ դուք իրենց ընկերների մեջի արևն եք։ Շատ բաց է, շատ լուսավոր է։ Ու այդ չեմ ասում նրա համար, որովհետև ինքը իմ մաման է։ Ես իրեն շատ սիրում եւ գնահատում եմ որպես ընկեր։ Ցանկացած պահի իմանալով, որ ինքը իմ համար գոյություն ունի, ես ինձ ապահով եմ զգում։ Ես որ իր ձայնը լսում եմ, ինձ մոտ բարի ժպիտ է առաջանում։ Մեր ոլորտը նաև հարուստ է իր առկայությամբ։ Ռուսները ասում են «Չիլավեք պրազնիկ», ես դա եմ, ես դա սիրում եմ։ Գեղեցկությունը ավելի շատ սառնարանում է պահված, թե դիմահարտերման պայուսակում։ Էմոցիաներում։